Երևանում կայացել է Հայաստանի դեմք 2025 նորաձևության մրցույթը։ Մրցույթին մասնակցել են տարբեր տարիքային խմբերի երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից։ Արցախից բռնի տեղահանված երեխաներին ևս հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու Հայաստանի դեմքը 2025 նորաձևության մրցույթին։ Մրցույթը բաղկացած էր երկու մասից։ Առաջին մասում մասնակիցները ցուցադրել են հայկական ազգային տարազներ։ Երկրորդում տոնական շքեղ զգեստներ։ Դե իսկ բուն մրցույթը գնահատում էր ժյուրիի պրոֆեսիոնալ կազմը, որի մեջ նաև Վրաստանից հրավիրված հատուկ հյուրեր եւ այլ մասնագետներ կային։ Հայաստանի դեմքը արդեն 6-րդ տարին է ինչ տեղի է ունենում, ամեն տարի յուրովի, ամեն տարի տարբերվող, այս տարի նաև ներկա են գտնվել Վրաստանի ներկայացուցիչները, որոնք ցուցադրել են նաև fashion, այսինքն հայտնի դիզայների աշխատանքները եւ տարբերվող է, հետաքրքիր է։ Ես ինքս Արցախից եմ եկել այստեղ։ Հիմա իմ բոլոր երազանքներն իրականացնում է իմ աղջիկս։ Ինչ ես կարծում, դու այսօր կհաղթես։ Այո։ Աղջիկներ շատ շքեղ տեսք ունեք, ինչ եք կարծում այս մրցույթը ինչպիսի հնարավորություններ է բացում երիտասարդների համար եւ կոնկրետ ձեզ համար ինչ տվեց այս մրցույթը։ Ինձ համար իրականում տվեց ավելի շատ ինքնավստահ լինել, գեղեցիկ։ Ես հասկացա, որ այստեղ կարևոր չի ինչպիսի գեղեցկություն ունես, նաև հասկացա, որ այստեղ շատ կարևոր է քո աշխատանքը եւ քո նպատակները։ Մրցույթին տվեց ունենամ տարբեր մասնակցություններ նկարահանում էր տարբեր բրենդներում, ինչպես նաև միջազգային մրցույթներում։ Կարծում գեղեցկությունը այստեղ այդքան էլ կարևոր չի, կարևորը գեղեցիկ մասնակցություն ունենալն է։ Արդեն քանի տարի է մրցույթը կազմակերպվում է Հայաստանում, Հայաստանի դեմք գեղեցկության մրցույթը տարբեր տարիքային սահմաններում եւ արդեն բազմաթիվ հայ մոդելներ, դեմքեր, այսպես ասած, մասնակցել են տարբեր միջազգային մրցույթների տարբեր երկրներում, այսօր էլ նորից մրցանակ են ստանալու այլ երկրներում միջազգային ասպարեզում մասնակցելու տարբեր մրցույթների, նրանց կհանձնվի տոմսեր, ովքեր ուղեգրեր տոմսեր, որ կկարողանան տվյալ հաղթած մոդելները մասնակցել աշխարհի տարբեր երկրներում տարբեր նմանատիպ մրցույթների։ Թող հաղթանակ լինի այն մասնակիցներին մեր, որ կմասնակցեն այլ երկրներում եւ թող լավ մրցանակներ բերեն Հայաստան։